Ուղիղ 8 տարի առաջ այսօր ապրիլի 23-ին ժողովուրդը Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարական տալ։ Նա իհարկե հիմա կարող է ասել ես դա արեցի, որպեսզի արունահեղություն չլինի, բայց դրանք ծիծաղելի արդարացումներ են, նա ուրիշ ձև չուներ ուղղակի ինքը հրաժարական չտալու, որովհետև իշխանություն չուներ նա այլևս, ժողովուրդը իր ձեռքն էր վերցրել իշխանությունը։ Բայց այդ օրը իշխանությունը կորցրեց ոչ միայն Սերժ Սարգսյանը, նրա հետ այդ օրը իշխանությունը կորցրեցին իր բոլոր թիմակիցները, կոմպանիոնները եւ բիզնես գործընկերները՝ Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ընտանիքը, քանի որ նրա հարազատ եղբայրը այդ պահին հանրապետական խմբակցության անդամ էր եւ հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ։ Կտիչ Ներսյանը իր KGB-ի գործակալ եղբոր հետ եւ այսպես շարունակ։ Այս ամբողջ խավը, որը տարիներ շարունակ ընտրությունները կեղծում էր եւ կոռուպցիայով եւ թալանով էր զբաղվում, վերջապես կորցրեց իշխանությունը եւ դրանից հետո նրանք սկսեցին հատ առ հատ պատասխանատվության ենթարկվել։ Ինչը կարող էր նրանց փրկել այդ իրավիճակում։ Միայն մեկ բան՝ պատերազմ։ Պատերազմը, որը նրանք տասնամյակների իրենց գործունեությամբ, բյուջեն թալանելով, բանակը չերոզորացնելով, զենք չառնելով, դարձրել էին անխուսափելի եւ անխուսափելի էին դարձրել նաեւ այդ պատերազմի պարտությունը։ Բայց նրանք 44-օրյա պատերազմը իհարկե ընդունեցին որպես երկնքից թափված մաննա, որովհետեւ ինչը կարող էր նրանց հնարավորություն տալ արդարացնել իրենց գոյությունը, եթե ոչ պարտված պատերազմը։ Եվ դա էլ արեցին։ 2020 թվականից սկսած նրանք կատաղի պայքար մղեցին ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի դեմ, երբ որ ես ասում եմ ժողովրդի իշխանություն, նկատի չունեմ ԿՊ-ն, բառից բուն իմաստով նկատի ունեմ ժողովրդի իշխանությունը։ Եվ հիմա այսքան զրկանքներ, թափված արյուն անց նկատի ունեմ բախումներում, պատերազմներում, երբ մենք վերջապես հասել ենք խաղաղություն, որը մենք կարող ենք դարձնել մշտական 100-ամյա խաղաղություն, նրանք պատրաստվում են տալ իրենց վերջին ճակատամարտը, օլիգարխիայի վերջին ճակատամարտը, հանուն հակամարտության շարունակման, հանուն կոռուպցիայի շարունակման, հանուն ընտրությունների կեղծման արատավոր պրակտիկան վերադարձնելու։ Եվ ես վստահ եմ, որ ժողովուրդը, ինչպես ուղիղ 8 տարի առաջ կանգնած էր հրապարակում եւ որոշել էր, որ չէ, Սերժ Սարգսյանը, ռուսաստանցի օլիգարխի եղբայրը, Քոչյանը, Ծառուկյանը, Դաշնակցությունը չպետք է որոշեն իրենց ապագան։ Իրենք են այսու հետ որոշելու ապագան։ Նույնը կորոշեն նաեւ հունիսի 7-ին։ Լավ օր բոլորիդ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։